Բուն TV-ի եթերում եւ լողում է նավը հաղորդաշարի հատուկ թողարկումն է, հատուկ եթերաշրջանն է նվիրված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 70-ամյակին, Հոբելյանին։ Պարոն Խաչատրյան, եւս մեկ անգամ շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում, որ այս շաբաթ եք մեզ հետ եւ այսօր ներկայացնում ենք Վերջին կայարան ֆիլմը։ Շնորհակալություն բարեկամ, որովհետեւ վաղուց է երազում, որ բոլոր ֆիլմերս, ոչ թե բոլոր, այլ հիմնական մասը ցուցադրվի, որովհետեւ ինձ համար հետաքրքիր է այսօրվա հանդիսատեսը կզգա այն, ինչ որ ես եմ տեսել, կամ ինչի մասին որ ես եմ նկարել, ինչը որ ինձ անհանգստացրել է, ինչը որ ինձ վախ է պատճառել, որովհետև ես ասացի, որ չեմ նկարում մի ֆիլմ, որը ինձ հետաքրքիր թվաց, կամ այս ինչ որ հետաքրքիր նոր բան կա մեջ է, ոչ չէ, հետո այսպես երևույթներ, վիճակներ կապված մեր երկրի, մեր ազգի, մեր քաղաքի, մեր փողոցի հետ կապված անհանգստություններ։ Իմ անհանգստություններից մեծերից մեկը նաև սփյուռքահայության մասին էր, սփյուռքի մասին էր։ Ես գիտեք, նկարել եմ եւ ռուսահայերի մասին, Ռուսաստանում ապրող հայերի մասին եւ օտար երկրներում ապրող հայերի մասին եւ նրանց դարձը ցավը, հոգսը, նրանց անհանգստությունը, նրանց կապը Հայաստանի հայրենիքի հետ շատ կարևոր եմ համարել եւ մտածել եմ, որ պետք է ամենայն ֆիլմ նկարվի։ Եվ այդ ժամանակ հետվեցին երկու հետաքրքիր արտիստներ, որոնք ներկայացում էին Խաղում Արարատի մասին։ Դա Նոր Արմանին էր եւ Ժիրայր Փափազյանը, որոնք տեսան Վերադարձաբետյացի ֆիլմը եւ կարծես սիրարվեցին ֆիլմին եւ որոշեցինք մենք նկարել մի ֆիլմ միասին սփյուռքահայության մասին, հենց իրենց մասին նույնպես, որովհետեւ գլխավոր հերոսները իրենք էին, իրենց պատմություններ, ոչ ամբողջովին ինչ խոսք, կար կտորներ, որտեղ մտածածին են, կան կտորներ, որոնք հորինված են, բայց 90% երևի 87% իրենց պատմություններ։ Որտեղ եք ծանոթացել իրենց, որտեղ էին տեսել ֆիլմը Վերադարձաբետյաց երկիրը, ոնց Հայաստան էին եկել, իրենք նկարվելու, նորանեգերը նկարվելու Արա Երենջակյանի ֆիլմում, եւ տեսան ֆիլմը եւ գաղափարացվեց։ Չէին կարող ընկալեին, թե ինչ կտա այդ ֆիլմը, որովհետեւ իրանք կոնկրետ սցենարի մեջ, որտեղ կինեմատոգրաֆիկ պրիոմներ կան, ձևեր կան, խաղեր կան, իսկ իմ ցանկություններ նկարել իրենց հիմնականում իրենց վիճակի մեջ, իրենց պատմությունը, իրենց դիալոգները, իրենց անհանգստությունները։ Եվ սկսեցինք բավականին դժվար էր, որովհետև այդ ժամանակ Kodak ճարելը կամ Fuji-film ճարելը շատ բավականին խնդրեմ էր։ Մի քանի օպերատորներ փոխվեցին, որտեղ բավականին դժվարություններ կար։ Նկարեցինք Փարիզում, նկարեցինք Ավինյոնում, նկարեցինք Լոս Անջելեսում, նկարեցինք Երևանում, ամենավատթարագույն շրջանները, երբ որ հացի հերթեր էին, եւ որ մարդիկ շատ վատ էին ապրում, եւ ինձ համար շատ կարեւոր էր, որ ես ջավախից եմ, ջավախցիների համար Հայաստանը մի ուրիշ սրբություն է։ Ջավախցիների համար հայազգը մի ուրիշ երևույթ է, մի ուրիշ ձևի սեր կա։ Կարող է Երևանում կամ կողքի շրջաններում չգան այդ անհանգստությունները, ինչ որ ունի, ասենք ջավախցին, ինչ որ ունի Եգիպտոսի հայը, ինչ որ ունի Ամերիկա։ Դրսի հայացքից, այսինքն ավելի պետք է։ Որտեղ ես մի քանի ֆիլմ եմ նկարել, որտեղ սփյուռքահայության մասին կամ փախստականների ճակատավոր մասին պատմություններ կան։ Եվ այս ֆիլմը ինձ թվում է, որ հետաքրքիր ֆիլմ է, որտեղ ես որոշեցի դա նկարել մի քիչ թեթև։ Իմ ֆիլմերը բավականին ծանր ֆիլմեր են, բավականին դարդոտ ֆիլմեր են, բավականին հոգսաշատ ֆիլմեր են։ Եվ ես որոշեցի այս անգամ թեթև իբրև թե ֆրանսիական ոճով նկարել մի ֆիլմ, տեսնենք կստացվի թե ոչ, խաղարկայինի մոտ ավելի։ Եվ կարծում եմ, որ նման շրջանում հանդիսատեսը չէր նկատում այդ տարբերությունը, բայց հետագայում շատ կինոգետներ նկատեցին եւ զգացին, շատերը սիրեցին, շատերը անհանգստացան, բայց ֆիլմը ավարտեցինք մենք շատ մեծ դժվարությամբ։ Եվ այսօր տեսնում եմ, որ այդ ֆիլմը ցուցադրվեց Ռոտերդամի փառատոնում, ֆիլմը ցուցադրվեց Ամերիկան ֆիլմի սյուտի փառատոնում, ֆիլմը ցուցադրվեց Եգիպտոսում, այսինքն ֆիլմը հետաքրքրություն ուներ աշխարհում իրանց հանդեպ։ Ավելի քիչ հետաքրքրություն Հայաստանում էր այդ ֆիլմի հանդեպ, որովհետև չգիտեին թե ինչի համար է նկարված, ում համար է նկարված, ինչ օգուտ իրանց դրանից։ Էսթետիկայի իմաստով զուտ բանի, այսինքն մոտեցման իմաստով էր, անհասկանալի էր ոնց ինչ արած, ինչ չի արած, թե չէ, հասկանալի է ինչ արված, բավականին կինեմատոգրաֆիկ ֆիլմ է, պատմություններ հետաքրքիր պատմություն է, բայց ինչի համար է նկարված, որովհետև հայերը շատ կոնկրետ են, ինչի մասին է եւ ինչ արված։ Երբ որ խորքային է քո պատմությունը, անհանգստությունը խորքային է, եւ դու ուզում ես զգան, ոչ թե հասկանան միանգամից, դժվար է բացատրել թե ինչի համար է նկարել այդ ֆիլմը։ Բայց փառք Աստծո, այդ ֆիլմը ճամփորդեց բավականին եւ դեռ շատ ճամփորդելու է, որովհետեւ ես ինչ-որ մի ժամանակ կարծես խռոված էի այդ ֆիլմից։ Ինչու՞։ Որովհետեւ ինչ-որ խնդիրներ էի տեսնում, որովհետեւ տեքստը ես էի գրել,
թարգմանել ենք անգլերեն եւ անգլերեն մեջ կարծես դերասանական մի քիչ կմահաճություն կար, որ դերասանները խոսում են, որ իրանք չեն հաջողվել։ Դե պատմությունը սպիրկահայերի մասին է, որոնք ամբողջ աշխարհը փնտրել են, ման են եկել, չեն գտել իրենց տեղը կարծես եւ չեն հաջողվել իրենց թվում է թե։ Եվ իրանք կարծում են, որ իրանք շատ հաջողված մարդիկ են եւ մի քիչ տեքստի մեջ փոփոխություններ կար։ Կատակ եմ անում ինչ խոսք, կարելի է դա փոխել եւ բան, բայց ֆիլմը հիմա էլ հենց հիմա կցուցադրվի շուտով բանում Փարիզում եւ ես զգոչ եմ, որովհետեւ տեսա նորայի խաղը նորից, տեսա նորից Ժիրայր Փափազյանի խաղը եւ կարծում եմ, որ լավ արտիստներ էին եւ լավ հայեր էին, որոնք ունեին պատմություն, որոնք չէին վախենում իրենց պատմությունը ցուցադրել մարդկանց, չէին վախենում իրենց պատմությունը չգունազարդել։ Այնպես որ այդ ֆիլմը նկարվեց շատ բարդ ֆիլմից հետո, ինձ համար շատ բարդ ֆիլմից հետո, վերադասավետացիից հետո, որը ինձ համար իմ ճակատագրի մասին էր, իմ ազգի պատմության, բայց նա էլ նույն բաների մասին էր թվում է, թե բայց էլի տեղը փնտրելու աշխարհի տակ։ Այո, տեղը աշխարհի մի տեղը գտնելու համար մեր ազգի տեղը գտնելու մասին է խոսքը, որովհետև մեր ազգը փնտրումը դեռևս չի գտնում իր վերջնական տեղը, հասկանում ես։ Չի կարող ուրախանա ուրախությունից, չի կարող տխրի իսկական տխրությունից, այլ անհասկանալի բաներից։ Այդ անհանգստություն կա, որովհետև այդքան խնդիրների մեջ, որ տեսել է հայ ազգը, այդքան կոտորածներով որ անցել է, այդքան երկրներով, այդքան հողեր կորցնելով, այդքան վիճակներ փոխվելով, բավականին դժվար բան է։ Այնպես որ ֆիլմը միգուցե վերջնականապես չբավարարի շատերին, ինչ որ ես ասում եմ հիմա, բայց կարծում եմ մեկ-երկու անգամ դիտելուց հետո կհասկանան նրա խորքերը ինչեր կան։ Իսկ Ջիգար Խանյանի հետ համագործակցությունը ոնց եղավ, որտեղ եք հանդիպել, ոնց։ Ջիգար Խանյանը ինձ համար այդ հերոսներից մեկն էր, որ պետք է սկսվեր ամեն ինչ Ամերիկայում եւ կար հասներ Փարիզ եւ մի մարդ, որը ուզում էր վերադառնալ երկիր, իսկապես մայրը մահացավ, ինքը վերադարձավ, բայց այն որ մենք նկարենք Ամերիկայում, մեկնեցինք Ամերիկա եւ հանգարց մեր ամբողջ նկարահանման խմբին, քանի որ ելքի թույլտվությունը չէր խփված, արգելեցին թռնել Ամերիկա, որ նկարենք։ Եվ մենք 15 օր ժամանակ անցկացրեցինք պարոն Ջիգար Խանյանի հետ, լավ մտերիմացանք, գերացանք, բայց ֆիլմի մեջ իր ամբողջ կարևոր տեսարանները չհայտնվեցին, ինքը պետք է վերադառնար արդեն թատրոն, Մոսկվա, եւ հիմա ես միշտ էլ երազում եմ այդ ֆիլմը, որ կիսատ պրոտ մնաց, իր մասին անպայման ավարտել։ Ջիգար Խանյանի մասին։ Ուրեմն Ջիգար Խանյանը մնաց փոքր տեսարան, կարծելով թե ոնց որ էպիզոդում լինի։ Բայց ինքը շատ կարևոր դերակատարներից մեկը պետք է լիներ, բայց կարծում եմ այսպես էլ հետաքրքիր է, որովհետև լրացվում է ամեն ինչ կարծեմ։ Ընդհանրապես ձեր ֆիլմոգրաֆիան եւ ձեռագիրը, որ նայում եմ թե ոնց են տարբեր մարդիկ քննարկում, միշտ կա այդ հակադրությունը վավերագրական կինոյի ու խաղարկային կինոյի։ Իհարկե վերջին կայարանը այս ամբողջ ձեր ֆիլմագրության մեջ պես առանձին մի հատ տեղ ունեցող է, որտեղ որ հստակ գրված է խաղարկային ֆիլմ։ Մնացած դեպքերում, երբ որ գրվում է վավերագրական կինո, կարծես այդ վավերագրականի ձևակերպումները այս ամբողջ պատմության ընթացքում կինոյի չի բավարարում, որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը։ Խաղարկային կինոն ընդհանրապես չի համապատասխանում։ Եվ ինձ հետաքրքիր է օրինակ այդ ժամանակաշրջանում 90-ականներին, ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում հասկանալի էր մարդկանց, թե այս ինչ ոճ է, ոնց հարվում է ֆիլմ։ Հիմա բոլորի սիրած տեսակներից մեկն է, երբ որ այդ խառնուրդները եւ այդ ամեն ինչը տեղի է ունենում, բայց դուք առաջին մարդկանցից եք, որոնք որ այդ տեսակի կինոն բերում եք ասպարեզ, բերում եք էկրան եւ մարդը չէր հասկանում, այսինքն այստեղ այդ մարդիկ իրական մարդիկ են, դա բեմադրված է, ինչ է արված, այդ ամբողջի մեջ վերջին կայարանի դերը եւ ընդհանրապես այդ լեզվի մասին դուք չեք։ Իմ նորացի Ռաֆիջա, որ իմ ուսուցիչներից մեկին ես համարում եմ Ռոբերտ Ֆլայերտին։ Ռոբերտ Ֆլայերտին, որը առաջին փորձերը կատարեց նկարելու բնիկներին, որոնք ապրում են իրենց կենցաղով, բայց խաղարկային որոշ կտորներով, որը ես կարծում եմ, որ լավ չի նկարել, ճիշտ չի նկարել, բայց հետաքրքիր սկսել էր ինքը շատ ամեն ինչ։ Եվ դա ին վրա շատ մեծ ազդեցություն էր թողել։ Թողել էր իր վրա մեծ ազդեցություն Ձիգաբերտովը։ Թողել էր նաև մեծ ազդեցություն Փելեշյանը։ Ոչ մեկին նման չեն ֆիլմերը, ոչ մեկին, բայց ազդեցությունը դա չի նշանակում, որ կրկնօրինակես իրենց կամ նմանագես իրենց։ Շատ լավ ասես դրա մասին, շատ մեծ ռեժիսոր կա Ուլրիխ Զայդլը, որը երբ տեսավ Մոսկվայում իմ ցուցադրությունը ֆիլմի Քամինունայության, ասես ես վերջապես հասկացա, որտեղից ենք մենք ծնվել։ Ինքը խաղարկայինի եւ դոկումենտալի սինթեզման մեծագույն վարպետներից մեկն է, բայց սկսել է շատ ավելի ուշ քան ես այդ թեմայով, այդ ձևի, այդ տիպի մեջ նկարել։ Բայց մենք
բոլորս ասում եւ առաջին է ես դուրս ենք եկել ծնվել ենք այս ֆիլմից։ Չգիտեմ, հիշում ես Քամենյանությունը թե չէ, որտեղ կա եւ կա այն կտորները եւ այն կտորները եւ կարծում եմ որ հետաքրքիր ֆիլմ էր։ Այնպես որ կար անհանգստություն, որտեղ օրինակ ամերիկացի պրոդյուսերները, որոնք ցանկանում էին մասնակցել այդ ֆիլմի արտադրությանը, տեսնելով թե ոնց եմ նկարել, նյութերը նայելով սարսափեցին։ Ասին սա հիմա խաղարկային է, դոկումենտալա չենք հասկանում, այս տեքստերը չի գրված, դիալոգները շատ կակազելով են ասում, մեկը ասին չգարեցին։ Եվ անցավ 10 տարի, 15 տարի, այդ նույն մարդիկ, որոնք այդ ժամանակ այդ ֆիլմը կարծեն էին, որ դա տարօրինակ բան է եւ իրենց պետք չի, հասկացան, որ ամբողջ աշխարհը գնաց դեպի տեսակը։ Սինթեզման է։ Այո։ Որտեղ չկա դոկումենտալ կինո, խաղարկային կինո առանձին։ Կա գեղարվեստական ֆիլմ, կա փաստաբավերարական ֆիլմ, դրանք տարբեր բաներ են։ Դու կարող ես դոկումենտալ սիմվոլիզմով անես, ինչպես ես եմ ասում հորինում, կարող ես անես խաղարկային կտորներով, բայց պետք է այնքան ճկուն, նուրբ եւ գեղեցիկ անես, որ դոկումենտալիզմ չզգացվի գեղձություն։ Կարևորը գեղձություն չլինի։ Իսկ այդ գեղձությունները գայս է դերասաններից թե չէ։ Գեղձությունը գայս է ռեժիսորից։ Կինոյում ամեն ինչ գայս է ռեժիսորից։ Եվ հաջողությունը, եւ լավը, եւ գեղձությունը, եւ վատը, եւ չհաջողվելը ամեն ինչ գայս է ռեժիսորն է որոշում ամեն ինչ։ Բայց դուք էլ երբեք վերջին կայարանից հետո դերասանների հետ չաշխատեցիք, որտեղ իրենք պիտի խաղային ինչ-որ մեկին, ինչ-որ մի դեր պիտի կերտեին։ Չէ, չկա այդպեսի մի բան, թե կար, չգիտեմ, հիմա կհիշենք ես դու։ Բայց ես սկսեցի նկարել բանին, Արմեն Ջիգախանյանին։ Բայց առանձին որպես իրան։ Իրան ֆիլմ, որպես իր մասին եւ իր պատմության մասին։ Որտեղ ինքը չի խաղում, ինքն է, չէ՞, հենց Արմեն Ջիգարխանյանը։ Ումբդ համարը ոչ մեկի չեն խաղում։ Բայց այստեղ կա ինչ-որ չէ, նախնական այդպես գրված սցենար, որտեղ նույնիսկ գրված է, որ այսինքն այդ ստեղծագործական խմբով Նորա Արմանին էլ, Ժիրայր Փափազյանն էլ, Ջիգարխանյանն էլ մասնակցել են Ստամբոլցյանը սցենարի։ Որոշ կտորներ կան, լիարժեք սցենար չկա։ Հա։ Կա սցենարական պլան, որը ես շատ եմ սիրում կոչել, սցենարական պլան։ Եվ ունեի շատ լավ վարպետ Ֆրոզե Դովլասյանը, որը գերասան ղեկավարն էր բանի, երբ որ ինձ քննադատում են եւ ասում են դա տարօրինակ ֆիլմեր են, հետաքրքիր չի, ինչ են գրում, մեր ազգին խայտարակում է, այս անում են անում։ Իսկ ինձ ասում էր, եթե նա գրի կես էջ կամ 1 էջ, ես կամարեմ դա լիարժեք սցենար։ Եվ թույլ տվեց նկարելու։ Օրինակ վերադարձ Ավետյաց երկիրը ինքը թույլ տվեց, որովհետեւ համարյա սցենար չկար։ Կար ցանկություն, կար պատմություն, կար պլան։ Թե ինչից հետո ինչ պետք է նկարենք, ում պետք է նկարենք, որտեղ պետք է նկարենք, չէ գրված ինչ են խոսելու, ինչ են անելու, ուր են գնալու, ով սիրեց, ով չսիրեց։ Մի խոսքով, կարծում եմ, որ Փառք Աստծո, որ այդ ժամանակ կարողացա ես հաղթահարել եւ պահպանել այդ տեսակը կինոյի։ Բայց հիմա որ ես նայում եմ այդպես ժամանակակից կինոարտադրության մեջ ինչքան է ավելի այդպես բյուրոկրատիկ դարձել, նույնիսկ հաշված թվերով սցենարների էջեր պետք է լինի, որպեսզի նախագիծը համարվի նախագիծ։ Դուք պարբերաբար որ ունենում եք ուսանողներ, իհարկե չունեք դեռ այդպես մշտական եւ չեք չգիտեմ ինչի է, դա պիտի հասկանանք թե ինչու չեք պահում։ Գիտեք, փիլիսոփայությունը ուրիշ է, որովհետեւ եթե դու նկարում ես ֆիլմ, որը էկրանների համար, վաճառքի համար, ցուցադրելու համար, միգուցե այդ ամեն ինչ անհրաժեշտ է, ես չգիտեմ, բայց անկախ կինո, որը դու ես ստեղծում, կինո, որը դու ես հորինում, կինո, որը քեզանից է գալիս, քո մտքից է գալիս, հնարավոր չի մտցնել կաղապարի մեջ։ Իսկ կարծում եմ, որ արվեստը, կինոարվեստը ուրիշ բան է, կինո էկրանը եւ վաճառքը կինոյի տարբեր բաներ են։ Հնարավոր է եւ վաճառել են ֆիլմերը եւ հնարավոր է այն ֆիլմերը չվաճառել, բայց ես կարծում եմ, որ վարպետության կինոն, արվեստի կինոն պետք է լինի անպայման։ Այս տարի Ոսկե ծիրան կինոփառատոնի փակումն էլ տեղի ունեցավ վերջին կայարանը ֆիլմով։ Իսկ շատ-շատեր առաջին անգամ նայեցին ֆիլմը, ովքեր որ 90% առաջին անգամ նայեցին։ Իսկ դուք ոնց եք կարծում, ոնց էր ռեակցիան։ Արդյոք այդ տարիների ընթացքում ֆիլմը հասունացել էր ավելի եւ հանդիսատեսնել այդ իմաստով նոր կինոներ տեսնելու արդյունքում էսթետիկան ավելի ձևավորված էր մարդկանց պատկերացումների, թե ավելի հեշտ էր հիմա նայել, քան առաջի մեր ապարտից հետո որովհետև այդպիսի կինոյի տեսակի իրանք այդտեղ սովորել էին։ Այո։ Ես սարսափահար եղա, որ ֆիլմը նայեցի, որովհետև ձայնագրությունը բավականին պրոբլեմային էր, ինչ որ մի բան սխալվել էին։ Եվ ձայնը շատ բարձր էր եւ պատկերը շատ ուրիշ էր, որովհետև թվայնացնելուց ինչ որ մի բան սխալ էին արել։ Ես հարցրեցի ֆիլմից, բայց երբ որ նորից նայեցինք եւ նայեցինք իսկական տեսակը, իսկական վարիանտը իրա,
տեսանք, որ բավականին լուրջ հետաքրքիր ֆիլմ է ստացվել եւ բաներ, որոնք ես ժամանակին մտահոգությամբ եմ արել, այսօր հանգիստ եմ, որ այդ ֆիլմը կարելի է աշխարհի ամեն մի անկյուններում ցուցադրել։ Եվ սիրով, ինչ խոսք հիմա էլ ընդունեցին բավականին խիստ են ժողովները Պոմպիդուի մշակութային կենտրոնի, որոնք կինոյի հատուկ բաժին ունեն եւ 7-8 հազար ժողովի անդամներով են ընտրում ամեն մի ֆիլմը։ Մեզանից պետք է ընտրեին ընդամենը 3 ֆիլմ։ Առաջարկը 3 ֆիլմեր էր, որ ցույց տանք, խնդրեցին մի քանի ֆիլմեր ուղարկենք, մի 10-12, որովհետեւ իրանք ընտրեն ընդամենը 3-ը։ Ու հանկարծ ընտրեցին 10-ը, որը ինչ խոսք շատ հաճելի անսպասելիություն էր։ Եվ վերջին կայարանը կա այդ ցանկում։ Այո, այո։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, եթե նայենք զուտ էլի 90-ականների կինոարտադրության մեջ, սա փաստորեն առաջին մեր համատեղ արտադրություններից մեկն է Հայաստանի, երբ որ մի քանի երկրներ միասին ստեղծում են ինչ-որ մի ֆիլմ։ Ճիշտ եմ ենթադրում, թե Երևի, որովհետև մենք արեցինք ամերիկյան մասնակցությամբ, մենք արեցինք ֆրանսիական մասնակցությամբ, դա ինչ խոսք կախված էր որոշ մարդկանցից, շատ մեծ ջանքեր թափեց Նոր Արմանին, ինքը նաև պրոդյուսերներից մեկն էր, այնպես որ մենք կարողացանք այդպիսի բարդ նախագծի տակից դուրս գալ։ 6-7 հոգով աշխատելով, 5-6 հոգով աշխատելով, անցնելով երկրից երկիր կարողացանք մենք վերջացնել ավարտել ֆիլմը։ Բայց կա ձեր մտահորիզոնում էլի այդպիսի ինչ-որ փորձ կամ միտք, որ գուցե նկարեք ֆիլմ, որը էլի կլինի ավելի շատ մոտ խաղարկային կինոյին, քան վավերագրական կինոյին։ Ես չեմ առանձնացում իսկած, առանձին հատուկ չեմ մտածում դրա մասին, ինչպես ինձ կասի պատմությունը, որը ես անհանգիստ եմ, որով ես ապրում եմ, որով ես անհանգստանում եմ, բայց հիմա ես նկարելու եմ Բանդերյանի մասին ֆիլմ։ Դա իհարկե դոկումենտալ ֆիլմ կարող են կոչել, բայց կարող են նաև կոչեն նաև գեղարվեստական ֆիլմ, ոչ խաղարկային։ Խաղարկայինի չկա, ես հիմա վերջերս իմ մրցանակների կողքը 4 նկար ա դրված, Աբբաս Քիարոստամի, Հրանտ Մաթեոսյան, Արմեն Ջիգախանյան եւ իմ հայրիկի Ռուբեն Խաչատրյանի նկարն է։ Ու մեկ էլ հասկացա, որ այս 4 մարդը ոնց որ թե անհանգիստ են, որ ես իրաց մասին ֆիլմ չեմ նկարում։ Ես քանի շաբաթ է արդեն անհանգստության մեջ եմ, որովհետև այդ մարդիկ ինձ հանգիստ չեն թողնում, որովհետև ամեն մեկը մի պատմություն ունի։ Պարսիկ հանճարեղ մի ռեժիսոր, հայ հանճարեղ գրող, երևույթ մի հատ, լավագույն դերասաններից մեկը սովետական միության շրջանի եւ հայրս, որը ինձ համար ամենամեծագույն մարդկանցից մեկն էր, որը մահացավ երբ ես 5 տարեկան էի։ Ինչ-որ բան կա իրաց միացնող, ինչ-որ մի բան կա, որ իրանք ինձ տվել են արդեն։ Եվ այդ տված է ես պետք է մի օր վերածեմ երևի ֆիլմի։ Ես շատ շնորհակալ եմ, որ կիսվեցիք նաև այդ մտքով ու առաջարկում եմ հանդիսատեսին դիտել վերջին կայարանը ֆիլմը, որը երևի թե բացառիկ ցուցադրություններից մեկն է եւ հերոստատեսությամբ ես չգիտեմ երբևէ ցուցադրվել է թե ոչ, եւ սա բացառիկ հնարավորություն է դիտել մեկ այլ էսթետիկայի, մեկ այլ տեսակի հայկական կինո, որի մասին գուցե դեռ նոր պիտի խոսենք ու գրենք։ Հաճելի դիտում։